Բարև ձեզ սիրելի հայրենագիտներ, այսօր կգտնվեմ ես Ստամբուլի Սուլթան Բայազի թրավարագին մեջ։ Ինչու՞։ Որովհետև 1915 հունիսին այստեղ 20 հատ հնչակյան անդամներ, ազգային նվիրվածներ բարձրացան գահաղան։ Ինչու բարձրացան գահաղան։ Որովհետև ժողովուրդին Կոստանցայի մեջ Ռումանիա 1913-ին որպեսզի բաժեն երիտասարդ թուրքերը, անոնք որ կազմակերպած էին Ադանայի ճարտը, մոտավորապես 30,000 հայ անմեղներ խոխողեցին եւ որևէ կերպով պետությունը անոնց չբաճեց։ Ուրեմն իրենք ուզեցին առաջին արտարահայտույցը կատարել նախքան Նաթալիի գազմած Նեմեսիս գազմագերբությամբ, որ Թալատ, Էնվեր, Ջեմալ, Բեհեդին, Շաքիր, Հալմի անոնց վերացուցին։ Ուրեմն հնչակյանները օրինակ դարձան, որ ցույց կատարեն Թոփկապուի մեջ, որպեսզի եվրոպական պետություններու ուշադրությունը գրավեն, թե հայերը ոչ միայն գարստահարվին խավարներու մեջ, այլ նաև իրենց անմեղ կյանքերը կզոհեն մարդասպան թուրքին։ Իրենց ծրագիրը անև որ ցույցերեն ետքը պետք եղած բադիջը հասցնեն գադարողներուն, բայց ինչպես միշտ գրեթե եղած է հայ մատնիչներ եղան։ Եվ հայ մատնիչները ոստիկանության լուր տվին բոլսո մեջ, որ Կոստանցայեն հեղափոխականները պիտի կան եւ հացիվ հացած ձերբակալեցին։ 1913-ին մինչև 15 հանդարտվեցան 20 հոգի վրա ավելցան մոտավորապես 200 հոգի, թադարան եղավ եւ վերջապես որոշեցին 20 հատ հայ երիտասարդներ գահաղան բարձրացնեն, որպես օրինակ հայերուն, որ նման ցերնակներու չդիմեն։ Ով էին այս երիտասարդները։ Առաջնորդը Փարամազ էր, Մեղրի ծնած Գշրաթած հեղափոխական, որ իր շուրջը հավաքած էր հայ երիտասարդներ, որպեսզի հետապնդեն ազգային ազատագրումը թե խավարներու մեջ եւ թե մացամբ բոլսո շրջանի։ Նշեմ մի քանի անուններ այդ 20-ին, որ այսօր թեև ամսուն 15 չէ, բայց պետք է հիշենք մենք հունիս ամսվա մեջ այս անցնածող երիտասարդներու անունները։ Փարամազ, դոկտոր Բեննե, այսինքն Պետրոս Թորոսյան, Արան Աչիկպաշյան, Գրիգոր Կարապետյան, Քեղան Վանիկյան, Գոչված է նաև Վան, Մուրադ Զաքարյան, գոչված է նաև Մուշ, Երվան Թոփուզյան, Հակոբ Պասմաջյան, Սմպատ Բլջյան, Ռուփեն Ղարաբետյան, Արմենակ Համբարձումյան, Աբրահամ Մուրադյան, Հրանտ Եգավյան, Քարնիկ Բոյաջյան, Հովհաննես եւ այլ երիտասարդներ։ Ուստի մեր հարկանքի դուրքը պետք է տանք այս հնչակյան երիտասարդներուն, որոնք
հրահրեցին հայության մեջը, որ ունեզուրգումը օրենքով չի բարդացվիր, ունեզուրգումը աներոնություն է, պետք է բաժվի եւ քու ունեցվածքի պետք է հետապնդես ամեն միջոցներով։ Ներկայիս հայերս ունեզրկված ենք մենք, որովհետև ունենք Ուիլսոնյան իրավարար վճիռը, որ 1920-ին Ամերիկայի նախագահ Վուդրո Վիլսոնը իր գնքով եւ ստորագրությամբ եւ կոնգրեսի մեծ գնքով հաստատած է Հայաստանի միացյալ հողատարածքը, որ է 162,000 քառակուսի կիլոմետր։ Անոր ներկայիս ունենք մինակ 29,743 քառակուսի կիլոմետր։ Անոնք, որ մեզի գուզեն համոզել եւ բարդացրել, որ ադե իրական Հայաստանը, ադոնք հագահայ գառույցներ են, որոնք պետք է հեռացվին Հայաստանին։ Այլապես կմնացեն ամբողջ հայության։ Մենք ունեցած ենք հսկայածավալ հողատարածք, որ մենք մինակ մեծի 162,000 քառակուսի կիլոմետրը իրավունք տված են առաջին համաշխարհային պատերազմի ետքը։ Ադոր պետք է գծվի Դիկրանագերդը, Խարփերդը, Սեփաստիան, Գիլիգյան։ Ад պիտի լա հայուն նպատակը, ад է Հայաստանի հայրենիքը եւ ոչ թե Էրդողանի կամ Ալիևի բարդացրած մեծի որոշ չափով հողատարածք։ Հայը պետք է սորվի հայրենադիրությունն է, այսինքն իր բավենական հողին դերը պիտի դառնա, պաշտպանի ադիգա որպես իր անձնական ամենակարևոր թանկարժեք իրը, առանց հողի ասկ մչի քոյադեր, գուծացվի եւ գծուլվի։ Ուրեմն ներկա Հայաստանը, որ 1/5-ն է, 4/5-ը բռնակրաված է Թուրքիո եւ Ադրբեջանի կողմը։ Այսօր կվերհիշենք մենք հնչագյան 20 գաղթականները, որբեսի մեր մեջը վերազարտնի այդ պահանջադիրությունը, որ մենք չենք հրաժարիր մեր միզի պատկանող հայկական հողատարածքը։ Ձեզյուն դեսնենք հաջորդող։